Առավոտ 8-ին տնից շարժվում ենք, գալիս ենք 66-ները նստում, ելնում ես լավ սարերը, դժվարությունով, բայց իրար հետ հանակով։ Ու այսպես ամեն օր Տաշիրի Պետրովկայից Դավիթ Սաֆարյանը պատմում է Լեռնաջրի բարձրադիր թեք լանջերի անտառստեղծման աշխատանքների մասին։ Հարևան բնակավայրերից շուրջ 150 մարդ այստեղ գործ ունի։ Օրվա ընթացքում նրանցից յուրաքանչյուրն էլ ճիշտ նույնչափ 150 ծառ կարող է տնկել։ Եթե օրվա մեջ սաղ փափուկ տարածք ընկնենք, հաստատ կանցնենք, բայց օրվա մեջ կարա դաշտի մի մասը, մի լանջը պինդելի, մի լանջը փափուկ լինի։ Այս մասին տեղում պրակտիկ Քրիստինեն կպատմի, ցույց կտա։ Ձեռքով փոսը բացում ենք, հողը արմատը պետք է ուղիղ լինի ու ծածկում ենք։ Թիվ թվաբանությունն էլ Վիոլետայից։ 30 սանտիմետր լայն եղնի, որպեսզի նորմալ կարողանանք տնկենք։ Այս տարածքում կանաչ ծածկույթն ընդլայնելու համար Իմ անտառ Հայաստան հասարակական կազմակերպությունն է ջանքերը գործի դրել, որին հետևողականորեն աջակցում է Վիվան։ Քարամյա համագործակցության տարիներից վերջին երկուսը նվիրել են Լոռու մարզի լեռնային լանդշաֆտ ունեցող այս բնակավայրերին։ Բուսականությունից զրկված թեք լանջերը կլիմայի փոփոխության հետևանքով կարող են սողանքների պատճառ դառնալ։ Ստեղծվող անտառները էկոլոգիական օգուտներին զուգահեռ նաև կարգավորող եւ բնական աղետները կանխող գործառույթ կիրականացնեն։ Մենք ընդլայնում ենք երկրի թոքերի գործառույթն իրականացնող անտառային հատվածը, ձգտում կանխել անապատացումը, նպաստում ջրային ռեսուրսների պահպանմանը եւ պայքարում ենք սողանքների դեմ։ Կարևոր է նաեւ այն, որ այս ծրագիրն ապահովում է սեզոնային աշխատատեղ, իսկ տնկիների բազմազանությունը թույլ է տալիս հարմարավետ միջավայր ստեղծել նաեւ վայրի կենդանիների համար, նպաստելով մարդ-վայրի բնություն համակեցությանը։ Առհասարակ կանաչ մտածողության հիմքում պատասխանատու մոտեցումն է ամեն ինչի հանդեպ։ Մեր հոգատարությունը բնության նկատմամբ նույնպես պետք է անդադար լինի։ Վիվան այն կազմակերպություններից է, ով իր մշտական հետևողական վերաբերմունքով ցույց է տալիս, որ հասկանում է բիզնեսի դերը եւ բիզնեսի պատասխանատվությունը սոցիալական եւ իհարկե բնապահպանական հարցերում։ Վիվայի եւ Իմ անտառ Հայաստան հասարակական կազմակերպության Քարամյա համագործակցության արդյունքում ի դեպ Լոռու մարզի 3 համայնքում տնկվել են շուրջ 43600 ծառ, իսկ անտառստեղծման աշխատանքներն ընդգրկել են ավելի քան 14.5 հեկտար տարածք։ Էդուարդ Պողոսյան, Զոհրաբ Քարամյան, ժամ լրատվական։